Բարի ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողներին Ալինա Աղաջանյանին, 18 տարեկան է աղջիկը, Նազելի Ղահրամանյանին, 20 տարեկան է որդին։ Բարի ձեզ հարգելի հյուրեր, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ճիշտ է, ես ընդունեցի որպես երեխաների ծնողներ, բայց այդ երեխաները այս խնդիրը ունեցել են, հիմա արդեն չափահաս են, 18-20 տարեկան, եւ մենք հրավիրել ենք Նազանի Պողոսյանին, ցավոք նա չհասավ մեր հաղորդմանը, կարծում եմ նրա 16-ամյա դստեր խնդիրները դուք կարող եք արդեն ներկայացնել։ Ուրեմն ինչ է ստացվում, դուք մի քանի օր առաջ կառավարության շենքի մոտ եք եւ հանդիպում եք ունեցել առողջապահության նախարարի եւ սոցիալ նախարարության ներկայացուցիչի հետ։ Ուզում եմ հասկանալ, ինչ խնդիրներ են ձեզ բերել կառավարություն, որովհետեւ ամեն դեպքում պետությունը թմկահարում է, որ երեխաները մեր ապագան են, երեխաների հոգսերը մերն են, վարչապետը երեք ներկայացրեց իր զեկույցում, որ բավականին միլիոններ են տրամադրվում ամեն դեպքում մեր հանրության առողջապահության խնդիրները բարձրաձայնելու եւ խնդիրները լուծելու համար։ Հիմա փորձենք հասկանալ, ինչն է ձեզ բերել կառավարություն, քանի որ ձեր երեխաների խնդիրներով զբաղվում են նաեւ ձեր տեղամասային պոլիկլինիկաները։ Ես օրինակի համար, որ վարչապետը ինքը ասում է միլիոններ են բերում, թոշակներն են ավելացնում, նպաստներն են ավելացնում, ես մի անձ եմ, որը սկզբից կտրեցին իմ թոշակը, նպաստը, հետո թոշակը երեխային հասանելիք ու կարգ չսահմանեցին երեխային, համարելով նա արդեն ֆունկցիոնալ է, պիտի աշխատի, որ նոր ինքը իր աշխատանքի միջոցով գոյատևի։ Ինքը ինչ արել չեմ հասկանում, այսինքն ինքը իմ նպաստը կտրելով, իմ թոշակը կտրելով, մյուս թոշակառուներին է տալիս եւ մյուս նպաստառուներին է տալիս։ Ես օրինակի համար երեք նայեցի իր ելույթները, բոցավառված, բոցաշունչ իր ելույթները, մնացի զարմացած, որ իրոք ինքը այս անձնա կարող է, ես ուրիշ պետությունում եմ ապրում, ես չեմ տեսնում այդ ամենը, մայրս լինելով թոշակառու, նրա թոշակը երբեք չի բարձրացել, նույնի վրա է, երևի արդեն 3 տարի կլինի, նույնն էլ հիմա երեխայինս է, ինչա որ չէ որ այս երեխաները ձեռք են բերել մանկական հաշմանդամություն, ավելի ճիշտ է, թե շաքարային դիաբետը ի հայտ է գալիս, տվյալ պահից երեխան ինքը համարվում է հաշմանդամ, կամքից անկախ, ու 18 տարեկանում, որ կտրում եք թոշակները, ուզում եմ իմանալ այդ երեխաների ենթաստամոքսային գեղձը սկսեց աշխատելը, որ թոշակը կտրում են ու ասում են ավելացնել, ես ոչ մի բան առաջընթաց չեմ տեսնում, չեմ տեսել ես ընդհանրապես։ Բացի թոշակը, նաև երեխան զրկվում է անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Համարենք, ասենք, լավ, երեխա ասելով չափահաս երեխան, այո, չափահաս դառնալը դուք օգտվել եք այդ հնարավորություններից։ Ես օգտվել եմ։ Դժվարությամբ, բայց օգտվել ենք, եղել են դեպքեր, որ կրճատել են, ընդհատել են, որ կարիք չկա, հետո նորից բողոքարկել ենք, դիմել ենք, վերականգնվել է 2 տարի անց, ասենք, երկար քաշքշուկներից հետո, բայց 18 տարեկանում, քանի որ տղա էր բանակի հարց կար, դա մեկնաբանեցին, որովհետև ես տեղյակ եմ, որ կան 18 տարեկան աղջիկներ, որոնք նույն խնդիրներն ունեն, բայց հանգիստ ստանում են այդ հաշմանդամության կարգը, իսկ տղաներին դարձել է ընտրովի, կարելի է այսպես ասել։ Սիմպաթիայով է արդեն, այստեղ գնում է սիմպաթիա, մեր կամ ինչ են ասում, փորձագետները, բժշկասոցիալականը, իրանց ցանկության մարդկանց են, ոնց որ թոշակավորում, կան մարդիկ, որ խոսքի մի անգամից, ես լսել եմ, ծնողներից ես շատ եմ լսել, որ խոսքի մտնում են, առանց խոսքի պայքարի, առանց մի բանի, նայում են երեխա, մի քիչ անուշիկ երեխա է, մի անգամից փեչատը խփում են, միջև 18 տարեկանը։ Ես խոսքի մնացածին էլ ասում են կոմիսիայի բժիշկները, անձամբ իմ երեխին ասում է դու քեզ հաշմանդամ համարում ես, դու թոշակը որ քեզ տամ քոյին երեխայի հետ հենց երեխայի, ծնողներին ասում են դուրս եկեք, արդեն հոգեբանական որոշակի ճաշակցություն ունեցող երեխայի հետ խոսում են։ Այո, առանց այն էլ այս երեխաները շատ ակնկալում է, որ պետք է ասի ոչ, որպեսի թոշակ չտա, թե ակնկալում է այոից հետո նրա հետ այլ մոտեցումներ։ Ոչ, չի ասի, այսինքն գիտեք ինչ, ես հանձինս ես իմ երեխային որ տարա սկզբի ժամանակը, առաջիկա ամիսյան որ եղավ կտրվեցինք, մերժվեցինք, այնտեղ ոչինչ, թերևս, բայց դե ոնց որ ես գնացել եմ ոչ թե բժշկական սոցիալական ինչ-որ փորձաքննության, այլ գնացել էի ֆիզկուլտուրայի քննության։
իրանք պետք է, չէ, ասենք, տես քո գլյուկոզա այդ գլյուկոմետրը տեսնենք որքան է քո շաքարը, ինչ թվերի վրա է, տատանումներդ ինչպես է, չէ, աթոռը sense դրեցին աթոռը մեջտեղ ու ասեցին նստի ձերքերդ խաչի դիրուսերիդ նստի վերկաց ու անդադ տես մի 6-7 անգամ ասեցին նստի վերկաց իսկ գնազանի երեխային էլ ասել են աթոռը վերցրու ու սենյակով մանարի իսկ այս վերջի կոմիսիայի ժամանակ ընդհատում կարելի է կարծել կոմիսիայի բժիշկները չեն պատկերացնում ինչ է շաքարային դիաբետը շաքարային դիաբետ ունեցող երեխան ոչինչով չի տարբերվում իր խնդիրը ընդհանրապես կարող են տալ հյութ նույն րոպեին խմբի շաքարը կբարձրանա կամ ինսուլին ներարկեն շաքարը կիջնի ու հստակ կպարզեն կամ մեկնաբանում են ոչ մի օրգան համակարգ ախտահարված չէ այսինքն այո նոր շաքարները ես ուղղակի չգիտեմ բժիշկ չեմ, մասնագետ չեմ, բայց ես գիտեմ, որ ենթաստամոքսային գեղձը նույնպես օրգան է, որը մեծ դեր է խաղում օրգանիզմում, ինչ է նշանակում այլ օրգան համակարգեր, բայց օրենքի կետում չկա այլ օրգան, կա օրգան համակարգեր, այսինքն հիմա երեխաների օրգան համակարգը ախտահարված է արդեն, ինսուլին չի արտադրում։ Հիմա հասկանանք, եթե ունենում եք թոշակը մենք կարծես թե վերջից սկսեցինք, այս հարցին պետք է վերջում անդրադառնանք, բայց եթե ունենում եք թոշակը, ունենում եք երեխան կարգը, փաստորեն ինչ առավելություններից է օգտվում, անվճար բուժ սպասարկում եւ թոշակի գումարը որքան է, այսինքն դա իր ինչին է բավականացնում։ Եթե օրինակի համար այդ թոշակը բավարարում անան, գոնե սնունդ կառնի, որտեղ սննդակարգները պարտադիր նախապայման այդ հիվանդությունների սննդակարգը այլ է, սովորական իսկ չափահասները եթե ստրիպներ չեն ստանում, գոնե ստրիպների վրա են դա։ Այսինքն այդ գումարը նորից գնալու է նրա դեղորայքի ոչ թե անվճար բուժօգնություններ լինի, կներեք ինձ, եթե անվճար բուժօգնություններ լինի, եթե հնարավորություն տան, բայց միևնույն է, այդ թոշակը անհրաժեշտություն է, որովհետև այդ թոշակով կարող ես քո երեխայի համար ինսուլին առնես լինում է, որ իսկ լաբորատորիա անալիզները ինչպես է, օգտվում եք անվճար, թե դրանք վճարով են։ Կամ վճարովի անալիզներ, կամ պոլիկլինիկայի անվճար պոլիկլինիկան ուղեգիրը տալիս, որոշ անալիզներ անվճար են, բայց այն անալիզները, որ էական է, որ պետք է իմանաս, օրինակի համար գլյուկոզացված անալիզը եւ արժեքները ինչքան են 15000-5000-ից սկսում է մինչեւ 15000-40000 իսկ մի հետազոտման համար հնարավոր է 3-4 նմանատիպ անալիզ այո հետազոտման համար ժամանակահատվածը ամենակիչը 40000 մի 5 անալիզ տալու համար էդ ամենակիչը միայն անալիզներ չէ հետազոտություններ կան դա կարող է լինել նայած երեխայի վիճակը ինչպիսին է ինչ խնդիրներ այսինքն նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ օրգանիզմից է կախված երեխայի օրգանիզմից է կախված օրինակի համար ես էլի բերեմ իմ երեխայի օրինակը ինքը քանի որ կետացիդոզի հակում ունի իմ երեխան շաքարային դիաբետը մենք չենք կարողանում ի հայտ գալուց մինչև այսօր չենք կարողանում կարգավորենք ուրիշ է իր օրգանիզմը կարող է խոսքի տարվա մեջ կարող է ես 2 անգամ չէ 3 անգամ եմ տանում երեխիս պարկեսնեմ որովհետև ես ինչպես պետք է այդ երեխայի ացետոնը իջեցնեմ իսկ ացետոն բարձր եղած ժամանակ ացետոնի ժամանակ դու ինչքան էլ ինսուլինը բարձր դոզաները դոզաները ավելացնես պետք է ացետոնը իջեցնես որ նոր հետո արդեն ինսուլինը սրսկվես եթե դու ինսուլինը սրսկեցիր ացետոն եղած ժամանակ չի իջնելու դու անպայման պետք է պարկես սիստեմա պետք է ընդունեն բժիշկների խնամքի տակ պետք է լինեն որ նոր հետո Եվ հաշմանդամությունը թույլ է տալիս այդ բուժման ամբողջ ընթացքը դեղորայքային հիվանդանոցի ծախսերը եւ այլն հոգալ անվճար այդ ամենը եւ բացի դա տղասուսանող է ասենք լինում են դեպքեր արթնանում է ինքը ցածր թվերով չի կարող ի վիճակի չէ ուղակի դասի գնալ թեկուզ լինի 1 դասաժամ կամ 2 բացակայությունները հարգելի չի դրվում եւ արդեն քննական քննության ժամանակ փաստի առաջ է կանգնում ըստ բացականների միավորները արդեն գնահատական տղաներին դժվար է չէ պահել այդ նորմաների մեջ որ կարողանաս սննդակարգը դասերի ընթացքում ինքը դժվար է հետևել դրանից արդեն գուցե նա անտարբեր լինի արդեն իր բացակայությունների նկատմամբ որտեղ իրեն էլ արդեն հաճելի չէ ոչ բոլոր տղաները ասենք կարող են ամեն դեպքում վատ տարիք 18 տարի աղջիկների խնդիրներ են նույնն էս չի որ համենայն դեպս նոր կյանք մտած երեխաներ են ու այս խնդիրների առաջ կանգնում են իրենք բացի են որ զրկվում են բժշկական օգնությունից, հսկողությունից, միևնույն ժամանակ դուրս են գալիս նոր կյանք, այնտեղ արդեն նոր միջավայր, այնտեղ ամանչում են, չեն սնվում,
հետո կարող է թվերի տատանումներ տա, արդեն այստեղ գալիս են նոր խնդիրներ, որը արդեն միայն ծնողը կանգնած է իր երեխայի հետ խնդրի առաջ։ Սա հասկացանք թոշակավորման հետ կապված եւ անվճար բուժ սպասարկում։ Հիմա ինչ են տրամադրում ձեզ պոլիկլինիկաները եւ ասում եք փաստորեն, որ արդեն 4 ամիս է այդ թեստ երեզները ձեզ չի հասնում, հա, նման երևույթը իրականում կա թե ես մուրացանում, որ դուրս եկանք աղջկաս 18-ը միջև լրանալը, մենք հունվար ամսին պարկեցինք, մեր դեղորայքը ստացանք նորմալ ձևով, ամեն ինչը նորմալ ստացել ենք, մինչև հունվարը, քանի որ սկզբներին պարկեցինք, ես խնդիրներ չեմ ունեցել մուրացանի հետ, բոլոր դեղերը ստացել եմ տեղին, ժամանակին, որ ես իրոք որ գոհ եմ ես իրանցի։ Մեր տունը լիներ մուրացանը, մենք բոլորս մեկ տան նման ենք։ Չէ, մենք չենք, ես հանձինս ես չեմ առնչվել Երենա Աղաջանովայի հետ, իմը բանն ա եղել, Լուսինե Մկրտիչովնան ա եղել, հա, բարի որ եղեցիք, վերաբերմունքը եղել ա։ Մեր տարիներ շարունակ այդտեղ են այո, բայց մեր բժշկուհին ինքը Լուսինե Մկրտիչովնան է, շատ գոհ եմ, շնորհակալ եմ, մայրիկի պես ինքը հոգատարություն է ցույց տալիս իր բոլորն են այդպես։ Բոլոր եւ բոլոր բժիշկները շատ հոգատար են, իսկ բուժքույրերը ավելին, բոլոր անձնակազմից ես շատ գոհ եմ։ Ամբողջ անձնակազմը, դե Ելենա Աղաջանովայի գլխավորությամբ երևի կարելի ասել դա մի թիմ ընտանիք է ստեղծվել, որտեղ մենք էլ երբ որ մտանք, ես առաջին անգամ եւ զարմացել էի հնարավորա սենց հոգատարություն, էլի դու քեզ մենակ չես զգում։ Ինսուլինը ասում եք, որ փոփոխվում է, որտեղ է այդտեղ վտանգը։ Եվ ինչու են փոխում, արդյոք մեկը աղբյուրից տենդերները չենք շահել, բայց մենք տեղեկություններ ունենք, քանի որ մենք ունենք խմբերում բոլոր մամաներս տեղեկացված ենք, մեկս մյուսից նորությունները ասում ենք, որ ես օրինակի համար երեք լսեցի, որ Էներգոմաշ կոնցեռնը մինչև ապրիլ ամիս այդ թեստերիզները տված է եղել, բայց ինչու չգիտես, չբաժանեցին ծնողներին։ Հիմա էլ ասում են, այս նոր Եթե չեն բաժանվում, ինչ են արվում։ Չգիտեմ, ես երեք մեր Չէ՞ որ դա այդ երեխաների համար է այդ թվականակը նախատեսված։ Ես հարցրեցի անձամբ մեր մի խոսքով չեմ ուզում բարձրաձայնել, բայց հարցրեցի տվյալ պահին, տվյալ մարդուց, ասեց մեզ մուրացան չի մտել։ Այսինքն հենց ստացվում, որ նախարարությունը ինքը խոստումներ տալիս է, չի կատարում ու բժիշկներին քավության օղազ են դարձնում։ Այսինքն իրանք զանգում են պետք է իրար դեմ արդեմ, իրար հետ կանգնեցնես խոսացես, որ տեսնես որ մեկն է սուտ ասում, որ մեկն է ճիշտը ասում։ Մենք չգիտենք, ստեղ արդյունքում երեխաներն են տուժում, ոչ թե ծնողները, այլ հենց երեխաներն են տուժում։ Ծնողը էլի մի ձևով 2-3 տեղ աշխատում է, որ իր երեխային հասցնի։ Այս մեր խմբերում էլ օրինակի համար մամաներ ունենք, որ իրան այդ ինսուլինը չի օգնում, նովորապիտ Լևիմիրը չի օգնում, ինքը մաչելի գնով վաճառում է տվյալը, իր երեխայի համար առնում է այն ինսուլինը, որ իր երեխան ընդունում է։ Այսինքն դուք ձեր մեջ կարող մեկս մյուսին աջակցում ենք, բայց այստեղ նայեք, դեղերի հաճախակի փոփոխությունը բերում է թվերի տատանում երեխաներին, շաքարային։ Այո, նոր դեղին լինում է, որ չի էլ հարմարվում օրգանիզմ։ Օրինակ հիմա իմ տղային Լևիմիրը են տվել, որը չի հարմարվում, ինքը կարելի ասել գիշերներ արդյուն անցկացնում, վերջում էլ գնում է դասի, որովհետև շաքարը չենք կարողանում կարգավորել, իսկ այս անցումային տարիքի համար դա մեծ խնդիր է, այն հասնում են փաստորեն նրան, որ իրոք օրգան համակարգեր նախտահարվեն։ Եթե բարձր փողի վիճակում աչքերի խնդիր են արդեն առաջացել, մոտը առաջացել են նյարդային խնդիրներ, ագրեսիան անդադ ագրեսիվ չէ, հենց ոտնաթաթերի հետ արդեն 20 տարեկան տղա արդեն խնդիր է առաջացել, այս դեղերի անընդհատ փոփոխումից ու տատանումներից։ Այսինքն ինսուլինը կամ ուշացնում է, կամ փոխում են։ Կամ երկու դեպքում էլ դուք անհարմարություն ունեն երեխաները։ Քանի որ ծնողները իրանք մի ծնող ունենք, մի մաս ունենք, որ ասում են նովորապիտ Լևիմիրը իր երեխային լավ է ազդում, շատ բարի։ Այս մեկին էլ օգնում է խոսքի հումալոգն ու գլարգինը, այլ ընտրանքային ինսուլին կարելի է, չէ՞, բերած խոսքի այս երեխային չի ընդունում, այս երեխան չի ընդունում հումալոգ գլարգինը, իրան տվեք նովորապիտ Լևիմիր։ Իսկ ես մի ծնողին տվեք հումալոգ եւ գլարգինը, որը իրան ընդունում է, այդ նույնը տվեք։ Իսկ այդ հարցում այնքան հեշտ է անել։ Բժիշկները շատ պարզ կարող են ներկայացնել իրենց հսկվող հիվանդներին, ասենք կոնկրետ
իմ պացիենտը ունի այս խնդիրը այս դեղորայքի հետ կապված, առնչվել ենք, սա պիտի ինձ թվում է նաև բժիշկները բարձրաձայնեն այս հարցը։ Իսկ ասենք պոլիկլինիկաներում դուք ասում եք, չէ, բժիշկները բավականին ձեր հանդեպ ուշադիր են եւ այլն։ Եթե ուշացնում են այս ինսուլինը եւ այլն, եղել է որ նույն այդ պոլիկլինիկաների ավելի բարձր մակարդակով բժիշկները ձեզ հետ հանդիպեն եւ այդ խնդիրները ոչ թե դուք գնաք կառավարություն, հիմա մենք հասկանանք թե առողջապահության նախարարությունում ինչի մասին եք խոսել եւ սոցիալնախարարությունում եւ ինչ են ձեզ խոստացել։ Չի եղել նման կամ թեկուզ որ ուշացնում են ձեզ ինչ որտեղ այդ անհանգստությունը իրենք էլ ցույց տան որ անհանգիստ են, բայց տարբերակ չունեն, հիմա այսպես է։ Կոնկրետ իմ դեպքում չեմ կարող ասել, որովհետև ես ինքս բաժնի վարիչի հետ էլ հենց դեղորայքի բաժին ենք գնացել, որովհետև դեղորայքի աշխատակիցը ոնց որ ինքը չհավատար, որ իրենց աշխատակիցները իրոք զանգել են, հետաքրքրվել են, բաժնի վարիչի հետ մոտեցել ենք, ես զանգում եմ նախարարություն, ինձ ասում են դեղը արդեն պոլիկլինիկայում է, նույն րոպեին պոլիկլինիկան զանգում է, իրենց ասում են, որ 2 օրից դեղը կուղարկենք։ Ստացվում է, որ նախարարությունը երկկողմանի խաղ է խաղում։ Այսինքն նախարարությունը տարբեր պատասխաններ է տալիս։ Ես քիչ առաջ շեշտեցի, որ ձեզ խափում է։ Այո, մեզ ասում են պոլիկլինիկայում է, նույն րոպեին պոլիկլինիկայի աշխատակցին ասում են ձեր դեղերը 2 օրից կհասնի։ Երեք էլ մենք խմբում էլի քննարկեցինք, ասեցին դեղերի վարչությունից լուր տվեցին, որ ճանապարհին է Դուբայում է գալիս է մեքենան, արդեն դեղորայքը գալիս է, բայց մեկ էլ այսօր է ճանապարհին արդեն իրոք խոսում են ինձ հետ, որ ասում են լինելու է մայիսի կեսերին կամ մայիս ամսվա վերջերին է լինելու։ Լավ, միջև այդ դեղորայքի հասնելը, հիմա հարցս հետևյալն է, ինչպես եք դուք կարգավորում, հաստորեն դուք գնում եք այդ ինսուլինը դեղատներից եք։ Այո, ձեռք բերում։ հարց է, որտեղից դեղատներին ինսուլին, եթե հանրապետությունում դեղ չկա։ Գուցե վաճառքի, եթե իրենք կարող են հարցում անել դեղորայքը վերցնել տան պոլիկլինիկաներին։ Դեղատներից կարող են այդ հարցումը անել եւ ապահովել ձեր երեխաներին։ Պոլիկլինիկան զանգեց նախարարությունը գիտի, որ ապտեկայում ինչ դեղորայք կա։ Թող կանչի հետ բաժանի պոլիկլինիկաներին միջև դեղաքանակը կա։ Հիմա առանց դեղորայքի երեխաները կյանք չունեն։ Բուժպարագաները ինչ վիճակում է, որտեղ այստեղ միայն դեղորայքը չէ, որ պետք է երեխան օգտագործի, այդ թեստի երիզներն են եւ մի շարք բուժպարագաներ, որ անընդհատ, ընդ որում ես հիշում եմ, որ այն ժամանակ հիմա գուցե չհիշեմ ինչի մասն էր խոսքը, որ երեխայի մատը անընդհատ չծագեն եւ ինչ որ մոնիթորինգը ունեն երեխաները այդ այո, կան մամաններ, այո, մամանների այո, 10-15000 դրամ, եթե չեմ սխալվում։ Ամենաքիչը 14000-ից սկսվում է ու մինչև 50000-ի սահման է, գուցե ավելին։ Բայց օրինակի համար ես նաև լսեցի, որ մեր առողջապահության նախարարությունը ասեց, որ սենսորներ ենք բերելու, բայց իրանց նախագծի մեջ կար, որ 24 թվին պետք է տային իմիջայլոց, հետո ասեցին 25 թվին, բայց չգիտես ինչու մենք էլ գնաց 26 թվի վրա։ Այ դա եմ ուզում իմանալ, խնդիրը որն է, որ 24 թվից անցավ 25 թիվ, 25 թվից անցավ 26 թիվ։ Ստրիպներն էլ պետք է արդեն ապրիլ ամսին էներգոմարշը այդ ինստանտը տվել է, բայց չի բաժանվել ծնողների մեջ, երեխաների մեջ չի բաժանվել։ Հիմա էլ ասեցին հսկայական քանակությամբ Gmate ենք բերում, բայց մամաներ կան, որ շատ դժգոհ են Gmate-ից, որտեղ ասում են, որտեղ անորակ ինսուլին կա, որտեղ անորակ ստրիպներ կա, դրանք են բերում բաժանում։ Այսինքն տենդերը, որ շահում է, այդ ապրանքն են բերում, բաժանում են այս երևի ավելի շատ էժանության, որն է սխալ է ցույց տալիս թվերը։ Իսկ 28 պլյուս շաքարային դիաբետ ունեցողներին տալիս են անհայտ ծագման մի հատ ինսուլինի բան, գենսուլին չէ, երևի, հա, գենսուլինը ու այդ գենսուլինից ոչ մեկը չեն օգտվում, ստիպված այդ նույն շաքարային դիաբետիկները մտնում են այս խմբերի մեջ, փնտրում են մատչելի տարբերակով, այսինքն հիմա մենք որ ունենք այդ խնդիրը, կան մամաներ, ես շեշտեցի քիչ առաջ, որ այս ինսուլինը իր երեխային չի ընդունում, ինքը մատչելի գնով վաճառում է, իր երեխայի հասանելիք ինսուլինը, վճարովի փաստորեն մատչելի, դեղատնային տարբերակով չէ, մատչելի վաճառում է, որ ինքը կարողանա իր երեխայի ինսուլինը, համապատասխան ինսուլինը գնի, իր երեխային, որտեղ այդ երեխաներ ունենք, որ ալերգիկ են, ալերգիաներ է իրանց մոտ առաջացել, դե հիմա փոփոխեցին,
Իսկ հիմա էլ մեզ նախարարությունը մեղադրում է, ասում է դուք ինսուլիններ եք վաճառում, ստրիպներ եք վաճառում, բայց չեն ասում ինչի ենք վաճառում։ Գուցե մարդ ինքը դա այդ երեխայի հասանելիքն է։ Ձեզ համար ինչ էականությունը որն է, որ ինչ տարբերություն։ Հիմա ինքը իր ուրեմն դուք 28+ շաքարային դիաբետիկներին էլ նորմալ ինսուլին տվեք, որ այս մամաները չկարողանան վաճառեն։ Դուք ապահովեք նաև 28+ շաքարային դիաբետիկ մարդկանց, որ այդ անորակ ինսուլինից վազն են անցել, այդ տվյալ մարդիկ ու գնում են Նովորապիդ եւ Լևիմիր։ Ես չգիտեմ ինչի են մեղադրում մեր մամաներին, չէ՞ որ դա իրանց հասանելիքն է, եթե պետությունը պարտավոր է տալ տվյալ երեխային, ես գիտեմ տարբեր սկսել եմ ուսումնասիրել, որ տարբեր պետություններ ինքը ինչպես է պահում իր շաքարային դիաբետ ունեցող մարդկանց հետ։ Եվ տեսնենք որպես հիվանդություն չի արտահայտվում։ Իրանք ասում են ապրելակերպ չեն, բայց իրանք մոռանում են, որ մենք գտնվում ենք Հայաստանում, գուցե ես ապրեի Եվրոպայում, կհամարեի, որ սա ապրելակերպ է, բայց ապրելակերպ չի, սա պայքար է ապրելու համար։ Պայքար է ապրելու համար։ Մեր երեխաները պայքարում են ապրելու համար։ Ամեն օր, ամեն ժամ։ Այսօր բժիշկը, այսինքն կոմիսիայի բժիշկը ինքը ասում է քո հարակից օրգանները երբ որ կախտահարվեն մի քանի տար հետո կգաս կտամ։ Այդ կարգը ձեզ կտամ։ Այդ ինչ է ուզում ասել, մենք չենք հասկանում։ Այսինքն մնացած շատ մի ուրախ ենք, որ շաքարային դիաբետ ունեն երեխաները, ենթաստամոքսային գեղձը չի աշխատում, ինսուլին չի արտադրում, հիմա էլ սպասենք, որ աչքը կուրանա, լյարդը, լեղապարկը, սիրտը կամ անոթային խնդիրներ ունենա։ Մենք պետք է խոսքի օրինակի համար մենք նաև ունենք մամա, 22 տարեկան է իր տղան, ուսանող է, նաև մտավ մի տեղ աշխատելու, չկարողացավ համատեղի, դուրս եկավ։ Ահա որ ոտերը այտուցվում են, շատ խնդիրներ ունեն, նոր, զորո, Եթե դա ապրելակերպ է, ինչու չի երիտասարդը կարողանում աշխատել։ Տասնյակ հիվանդություններ ձեռք բերեց տվյալ անձը, 4 տարի անցավ, մաման պայքարեց, տվյալ երեխայի մայրը պայքարեց, նորից էլի կարգավորեցին, կարգը տվեցին տվյալ երեխային։ Այսինքն բացի նրանից, որ երեխաներն են պայքարում իրենց առողջության համար, մամաներն են պայքարում են, որպեսզի իրենց երեխաները, այսինքն համատեղ պայքար է գնում ընդդեմ առողջապահության նախարարության եւ ընդդեմ սոցիալ-նախարարության։ Այսինքն մենք մամաներս պայքարում ենք մեր երեխաների նորմալ ապրելու համար, բայց չէ որ այդ սահմանադրություն ունենք, որ այնտեղ նշված է, չէ՞ որ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, բա ուր է մեր բարձրագույն արժեքը։ Այս 18+ երեխաներին մատների արանքով են նայում, вообще չկան ընդհանրապես 18+ երեխաների մասին խոսք չկա, երիտասարդների մասին խոսք չկա։ Միայն ինսուլին են տալիս, օրինակի համար ես գնացել եմ պոլիկլինիկա, ինսուլին թեստերից ոչինչ չէ։ 3 գրիչ միայն ստացել եմ Լևիմիրը, Նովորապիդը չի եղել, բայց քանի որ ես էլ Մուրացանից ստացել էի, ես ունեի մոտս, ասեցի, եթե խոսքի սուղա չկա այդ ամենը, պակասություն ունենք, ես չեմ ուզում։ Ես իմ կամքով հրաժարվել եմ տվյալ դեղը վերցնեմ, որ շատ մարդիկ կան, որ դրա կարիքը ունեն։ Եթե ես տանը օրինակի ունեմ 3 հատ գրիչ այդ նույնից, ես գիտեմ, որ իմ երեխան հասցնելու է։ Իսկ դռան հետևում կանգնած է մի երիտասարդ, որ ընդհանրապես չունի ու խնդիրներ ունի։ Ինքը բավականին լուրջ խնդիրներ ունի։ Ես վերցնեմ տվյալ երեխային թողեմ առանց այդ ինսուլինի, ես չարեցի, ես ինքս իմ կամքով հրաժարվեցի տվյալ դեղից։ Հիմա քանի որ մենք դեռ խոսում ենք այս խնդիրներից, հիմա հասկանանք քաղաքում այդ խնդիրները ինչ որտեղ, ինչպես ասում եք, պայքարում են, փոխանակում են եւ այլն։ Հնարավորություններ կան։ Ես այսօր լսեցի ազգային ժողովում Արմինե Գյուրեղյանը բարձրացրեց այս հարցը եւ նշեց, որ մարզերում էնդոկրինոլոգների բավականին մեծ խնդիր կա, այսինքն չկան այդ մասնագետները եւ միայն Գյումրիում կա եւ երեխան, որը պետք է օրինակ մեղրից գա, հասնի ամիսը մեկ անգամ Երևան պետք է ստուգվի, որից հետո մեկ անգամվա դեղորայք ստանա եւ հետ վերադառնա։ Այս խնդիրն էլ կա փաստորեն։ Ես հանդիպեցի Գորիսից եմ եկել, լինելով հանդերձ, տեսա որ մենք չունենք մանկական էնդոկրինոլոգ, տեղափոխվեցինք Երևան, որ լինենք հիվանդանոցին մոտ, Երևան հիվանդանոցին մոտ ենք, որ կարողանանք ժամանակին ստանանք մենք մեր դեղերը։ Բայց ցավոք սրտի շատ մարզեր ունենք, որ բացակայում են եւ մեծահասակների էնդոկրին չունեն, եւ ոչ էլ մանկական, բայց ամենակարևորը ես մի բան եմ ուզում ասել, էնդոկրին լինելուց բացի ես նաեւ կուզեի, որ մարզերում լիներ էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, որովհետեւ շաքարային դիաբետ ունեցող աղջիկները
այդ խնդիրները ունենում են, այո, կան, գիտեմ, շատ ցավոք թեմա է, բայց մենք էնդոկրինոլոգը չունենք, քիչ երիկ չէ, նաև չունենք այդ գինեկոլոգ էնդոկրինոլոգը, շատ ցավալի թեմաներ են։ Օրինակի համար նորից էլի ասեմ, որ մամաներ, որոնք մարզերում են, հեռու մարզերում են, երեխան ացետոն է ունենում, ասում չգիտենք, անգամ բուժքույրեր չենք կարողանում գտնենք, որ այս բերեն տանը, սիստեմա միացնեն։ Մի սիստեմայի համար պետք է վեր կենան գան, հասնեն մուրացան։ Շատ ցավալի մոտարապես այդ քանակը երեխաների ինչքան է այս պահեդրությամբ դուք շփվում եք իրար ճանաչում եք 400 500 800 3 ես Սուրանկյանը որ էլի ասեցին որ միջև 14 տարեկանը 600 երեխա են միջև 14 քանակն ավելացել է արդեն այո բայց դա անչափահաս բայց հետո ես ստույգ տվյալ իմացա որ 950 երեխա են մինչև 18-ը մինչև 18-ը, այսինքն մինչև 17-ը։ 18-ից հետո օդում պտտվում են խոսքեր, որ 4000 երեխա ունենք, երիտասարդ ունենք, որ բարձր թողի վիճակում են։ Հիմա հասկանալ, նախարարությունը այդ դեպքում գնացել է, ձեզ հետ ով հանդիպեց, ինչ խոսեցին։ Անահիտ Ավանեսյանը, ես ներկայ էի այնտեղ։ Անահիտ Ավանեսյաններ, Նարեկ Մկրտչյաններ եւ փոխնախարարներն էին, ինչ որ դեղերի վարչությունից Մարինեն, Վարդուհին եւ այլն եւ այլն։ Ճիշտն ասած, որ ասեմ, մենք կարողացանք հստակ ինչ-որ բան բարձրաձայնել, սուտ կլինի։ Ինչու՞։ Որովհետև ոնց ասեմ, նախ մեր ծնողները շատ բան ունեինք ասելու, այնտեղ բարձրաձայնեցինք այլընտրանքային ինսուլինների մասին, ասեցին ավելի լավ կլինի գրեք, բերեք, ներկայացնենք։ Մի քանի օր առաջ մեր մամաներից 3 մամա կոսպեկտեցին այդ ամենը, գրեցին, ցուցակագրեցին, ուղարկեցին առողջապահության նախարարություն, հիմա երևի սոցիալ-նախարարությանն էլ կուղարկեն, բայց շատ հուզող հարցերի պատասխաններ, այս քիչ առաջ որ բարձրաձայնեցի բանը, կարգը, թոշակը, ֆունկցիոնալությունը, չափորոշիչները կարգավորեն, ստույգ պատասխան չստացանք, իրանք ասեցին մենք անգամ 44 օրյա պատերազմի մասնակից պրոթեզավորված երիտասարդին անգամ իրանց համարում ենք ֆունկցիոնալ։ Այսինքն դուք այն երիտասարդները չեք, դուք այն մարդիկ չեք, որ դուք թոշակ եք ուզում, դուք լիարժեք ֆունկցիոնալ եք։ Այսինքն թոշակ մի ուզեք։ Այո, թոշակ մի ուզեք։ Բուժօգնություն եք ուզում։ Բուժօգնություն մի ուզեք։ Գնացեք ինքներդ ձեզ։ Ասնած ձեզնից ավելի վատը կա աուտիզմ, կա, չգիտեմ, մի շարք հիվանդություններ վերեցին։ Հենց անձամբ մեր Նարեկ Մկրտչյանը։ Այսինքն սոցիալ նախարարը նման ձևով ձեզ։ Այո, ասեց մենք տալիս ենք բանը Թեվը կտրացի զինվորին մենք իրանց տալիս ենք իրանց այդ ձեռքը։ Իսկ սոցիալ նախարարին դուք հարց տվեցիք, այսպես ասած ոչ ոք դա չի ուզում, բայց իրար մեր ձավորների մեջ եթե նման հիվանդությամբ մարդիկ կան կամ նման ապրելը ինքը ինչ կաներ։ Նույն ձևով կճանապարհ։ Ես տվյալ պահին չեմ ասել, բայց քանի որ իրանց նամակագրական կապերով իրանց մեյլերին շատ ուղարկել եմ էլեկտրոնային պոչտաներով, շատ-շատերին, անգամ Կարինե Դավոյանին եմ դիմել, բայց չի պատասխանում նամակիս, արձագանք չկա։ Ու բոլորին էլ հարցնում եմ, եթե դուք ասում եք, սա ապրելակերպ է։ Այդ ապրելակերպը, եթե ձեր երեխային լինի, ձեր ընտանիքի անդամներին լինի, այդ էլի կասեք ապրելակերպ է այս ամենը։ Երևի թե միայն, այսինքն իրանք մարմնապես ոչ մի բանով չեն զգում այդ ամենը, հեռվից նայելը հեշտ է թվում ամեն ինչում։ Հեռվից ուրիշի կյանքը։ Այլ համարում եք, որ այստեղ կոռուպցիոն ռիսկ է, որքան էլ մենք փորձում ենք չքաղաքականացնել եւ չգնալ ինչ որտեղ, բայց ամեն դեպքում ես համոզված եմ, որ կոռուպցիա տեղի է ունեցել։ Այո, եթե կոռուպցիա տեղի չի ունեցել, ուր կորան այդ արդեն 5-րդ ամսվա մեջ են, ուր կորան այդ ստրիպների գումարները, ուր կորան այդ սենսորների գումարները, չէ՞ որ մենք պետք է ստանանք 24 թվին։ Թե սպասում եք այդ 17 տարեկաններն էլ լրանան դառնան 18 տարեկան։ Այո, հենց այսօր էլ ասեցին, ձեր երկրի ղեկավարին դիմեք, մեքենային մեջ ես գալիս էի այստեղ։ Ազգային ժողովում էր եւ Տիկին Գյուրեղյանի զեկույցի մեջ կարծեմ թե այնինչ մասին որ խոսեց, պետք է որ լսած լինի։ Իսկ ինքներդ որոշել եք որ արդեն դիմենք իրան, ես չէ որ ասեցի հենց իր աշխատակազմի մարդուն եմ մեյլին եմ գրել Կարինե Դավոյանին, ես արդեն իրանց եմ գրել, ես էլ չգիտեմ էլ որտեղ դիմեմ, ում դիմեմ,
կարելի է ասած արդեն մեռը մարդկանց խնդրելով, որ այս հարցը բարձրաձայնեն, ընդդիմադիր պատգամավորներին իրար խառնեցի, լրագրողներին իրար խառնեցի, արդեն սկսել են փաստաբաններից հարցումներ խնդրել, հարցումներ, որ իմ հարցին պատասխանել, այլ մարդ չեմ թողել, որ խոսքի ասեմ խնդրում եմ, բարձրաձայնեք այս Գուցե մեր եթերից հիմա դուք կդիմեք պարոն Փաշինյանին, հենց դիմեք այստեղից։ Այ, ինձ թվում է մամաներ կան, որ շատ մոտ են, կարան դիմեն։ Դե փաստորեն մոտ գտնվող մամաների հարցերը կարծես թե լուծվում են ձեր հետ։ Դե հա, բայց դից տենց արդեն պետք է միավորվենք, միանանք, քանի որ սա մեր երեխաների ցավն է մեզ միացրել։ Ինձ թվում է այդ քայլն էլ կանենք։ Եվ շատ շուտով այդ ստեղից որ արդեն դուրս գանք, իմ հետագա քայլը արդեն կլինի անձամբ իրեն թեկուզ եւ տեսնենք այս sense դեմ արդեն ուզում եմ ասեմ ինքը ինչ բարեփոխումներ է հնարավորություն է տալիս է կենթանի շփում է կարող եք շատ բարի ես մեծ հաճույքով կգամ ես կցանկանամ ես կուզեմ որ հենց այստեղից հենց կարող եք ասել այս հաղորդումը լսեն եւս մեկ անգամ հա ես գիտեմ դեմ արդեն իրանց հետ ես օրինակի համար ոչ մի բարելավումներ չեմ տեսնում իրանց կողմից պետության կողմից գուցե իրեն զեկուցում են որ կա բարելավումներ բայց փաստորեն կարող է իր թիկունքից են հարվածում կարող է իր թիկունքից են օգտվում կարող է իրանել են ասում են ամեն ինչ հնարավոր է ամեն ինչ հնարավոր է գուցե այդ լուրը չի հասնում վարչապետին ես բան չունեմ ասելու կարող է խոսքի Իրանն ասում է մենք տվել ենք բայց ոչ մի բան չեն տվել ոնց է որ խոսքի առողջապահության նախարարությունը ասում է տվել ենք Մուրացյանը բայց Մուրացյանը չկա պոլիկլինիկային ուրիշ պատասխան պացիենտին ուրիշ պատասխան, նույնն էլ կլինի վարչապետի հետ, այնտեղ էլ ուրիշ պատասխան կտա։ Մամա ունեք հենց դիսպանսերում, Մուրացյանի դիսպանսերում զանգել վարչություն, ասում է երբ է լինելու, ասել է այս 2 օրը։ Այսինքն սեղ բժիշկներին խավության նոխազեն դարձնում։ Եթե առողջապահության նախարարությունում չկա, չի տվել, այսինքն Մուրացյանին որ չի տվել, այս մարդիկ որտեղից պետք է տան։ Այս բժիշկները որտեղից իր հիվանդներին պետք է տան։ Այսինքն սեղ ինչ որ մի մութ կետ կա, որ պետք է բացահայտվի։ Մեր այս լայն բանը արձագանքը հենց սրան եմ տանում, որ բացահայտվի։ Եթե կոռուպցիա տեղի է ունեցել, թող ինքը իմանա։ Փորձենք մենք ձեզ օգտակար լինել։ Կարծում եմ 1 շաբաթ կսպասենք կամ 10 օր։ Եվ ձեր հանդիպման արդյունքները կտեսնենք ինչպիսին է։ Եվ ճիշտ է մենք կսպասենք, բայց կարծես թե ձեր երեխաները սպասելու հնարավորություն չունեն, պետք է այս մասին թմկահարել ասել։ Մենք պատրաստ ենք անընդհատ անդրադառնալ, գուցե եւ խնդիրը իր լուծումը կստանա։ Չստանալու դեպքում հուսանք, որ արդեն ազգային ժողովի ամբիոնից Տիկին Գյուրիևյանը բարձրացրեց այս խնդիրը։ Շնորհակալություն, փորձենք նրան խնդրել, որ հետևողական լինի եւ այդ հարցին կամ ձեզ հետ հանդիպում ունենա կամ դուք ինքներդ տեղյակ կպահեք թե հիմա այս պահեդրությամբ գործընթացները որ փուլում են։ Թույլ կտակ ես միայն իմ շնորհակալությունս հայտնեմ մեր Կարինե Մխիթարյանին, շնորհակալությունս եմ հայտնում Անուշ Պողոսյանին, նաև Արմենուհի Գյուրիևյանին, Գառնիկ Դանիելյանին, ես բոլորին էլ դիմել եմ, մեր երեխաների հարցով շատ շատերին եմ դիմել եւ ես այստեղից իրանցից շատ շնորհակալություն եմ հայտնում եւ մի շարք այլ մամաների կողմից, որ մեր երեխաների կողքին են, վերջերս նաև ավելացավ փաստաբան մեր ընկերուհին Սուսաննա Սարգսյանը, ինքը նույնպես իր ցանկությունը ընկերուհին էլ այնպես որ գործընկերուհին, աջակցեց իր Վանա ասեց, որ խոսքի ինքը պատրաստ է օգնել այս երեխաների հարցերը։ Շատ ավելի լավ, եթե Սուսաննա Սարգսյանը արդեն ձեզ հետ սկսել է աշխատել, մենք միասին էլ կարող ենք այդ հարցին այստեղից անդրադառնալ։ Այնպես որ դուք ունեք մի քանի, այսպես ասեմ, գործընկերներ, որոնք փորձեն իրենց մասնագիտությամբ եւ իրենց աշխատավայրից օգտակար լինել։ Որին շնորհակալություն բոլորից ձեզ նույնպես, որ մեր ձայնը հասանելի դարձրեցիք եւ մի շարք այլ լրագրողներից նույնպես շնորհակալ եմ։ Ու ուզում եմ, որ անդադ այս հարցը բարձրաձայնվի, որ չկարողանա ոչ սոցիալ նախարարությունը, ոչ առողջապահության նախարարությունը եւ ոչ էլ վերևներից չկարողանան քննեցնել այս հարցը։ Սա պետք է վերջնական լուծում տրվի։ Այո, վերջնական լուծում տրվի։ Եթե իրենք հարցը քննացնում են, այստեղ կյանքերն են։ Այո, արդեն մենք արդեն կունենանք շատ կներեք, արդեն կունենանք մահեր։ Որովհետեւ շաքարային դիաբետը ինքը դանդաղ մահ է համարվում, եթե մենք չենք ապրում Եվրոպայում, օրինակ Եվրոպայում ապրեի, ես իրոք մեկ անգամ էլ ասեմ, ես կհամարեի, որ ապրելակերպ է, որովհետև Եվրոպայում տվյալ երեխաներին ամեն ինչ ապահովում են։
Ես օրինակ ընկերուհի ունեմ, Ես սոցիալնախարարի չի ասում, ձեզ թոշակ չի ասում։ Այո։ Եվ առողջապահության օրական 3 անգամ Բայց գնում ոչ են միայն թոշակ, դեղորայքյան դադար փոփոխություն սոցիալնախարարն ասում է թոշակ չի ստանում, առողջապահության նախարարը ասում է գրավոր դիմեք, առանց հաշվի առնելու, որ այդ գրավոր դիմումը քանի օր հետո կարող է հասնել իրենց, այս գրավոր օրերը երեխաների համար մեր Նազանին էլ կներեք, մեր Նազանին էլ ուզում էր այս հարցը բարձրաձայնել, նաև լիներ կրթություն երեխաների համար, գոնե կիսով չափ, չենք ասում խոսքի բարձրագույն համալսարանը կամ ավարտեն բոլորովին անվճար հիմունքներով, բայց գոնե հատյա այդ նույն երեխաները հնարավորություն ունենային կիսով չափ կրթություն, չգիտեմ ես ճիշտ մատուցեցի թե չէ, կրթությունը, սպորտը, դրանք նույնպես բան են էլի, այնքան որ օգտակար են այդ երեխաների համար կամ թող Ամեն դեպքում մտածեն թե այդ երեխաները ինչու կարող են օգտակար լինել։ Ձեզ համբերություն, ձեր երեխաներին առողջություն, կփորձենք անպայման այս հարցին անդրադառնալ եւ խոստանում եմ, որ Սուսաննա Սարգսյանի հետ էլ կխոսենք, գուցե արդեն հաջորդ շաբաթ եւ Կարինե Մխիթարյանի հետ եւ Սուսաննա Սարգսյանի հետ այստեղ անպայման մենք կունենանք այս թեմայի շուրջ ավելի մանրամասն եւ իրավական տեսակետից եւ Կարինե որպես մասնագետ արդեն այդ թե Կարինեն Մխիթարյանը, թե Անուշ Պողոսյանը եւ թե Սուսաննա Սարգսյանը կուզեն բոլորը այդ մի քանի մամաներով հանդերձ, այնքան որ լրագրողների մենք կխոսենք անպայման այս թեման չենք քննարկի։ Այս մարդիկ մեր երեխաների կողքին կանգնած են։ Շնորհակալություն եմ հայտնում աղջիկներ եւս մեկ անգամ, կարծում եմ այս հաղորդումը իր հետևանքները կունենա դրական առումով։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։